Սրբազան։ Գյումրիում հնչում են 7 վերքի զանգերը, հավաքվածները սպասում են Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Հրաշափառ Աստված պետք է երգենք, շարականով դիմավորենք մեր Սրբազան հորը։ Բարով գա, բարով նաև Աստված տա, որ ազատությունը տեսնենք։ Տուն գալը հրաշալի է։ Նա դուրս գրվեց Իզմիրյան բժշկական կենտրոնից այսօր 2 անգամ վիրահատվելուց հետո։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը հիշեցնենք փետրվարի 6-ին փոխարինվեց տնային կալանքով եւ բացակայելու արգելքով։ 2025-ի հունիսից էր նա կալանքի տակ։ Arczepiskoposի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, հայտնելով, որ թեմի առաջնորդի առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։ Միքայել Սրբազանին ներկաները ողջունեցին ծափերով եւ ազատություն վանկարկումներով, հարկ է ընդգծել, որ տնային կալանքն ավելի խիստ սահմանափակումներ է ենթադրում։ Եթե քրեակատարողական հիմնարկում արգելված չէին տեսակցությունները, տնային կալանքի պարագայում տեսակցություններ չեն լինելու։ Ընդամենը մի քանի քայլ այն կողմ 7 վերքն է, բայց պատարագներին մասնակցել, գնալ եկեղեցի նա չի կարողանալու։ Այնտեղ կարող էին ամիսը 2 անգամ 4 հոգի տեսակցել, այստեղ ընդհանրապես տեսակցություններ չկան, օգտվելով առիթից նաև ասում եմ սրտացավ եւ հավատացավ ժողովրդին, ովքեր շատ էին ինձ դիմում տեսակցելու հարցով, չեն կարող տեսակցել ցավոք սրտի, բայց պետք է մխիթարվենք նրանով, որ Սրբազանն արդեն իր տանում է։ Շիրակի թեմի քահանաները նշում էին Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ տեղի ունեցածը եկեղեցու թեմ արշավի հերթական արարն էր։ Հարձակումները շարունակվում են։ Ընդհանուր եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի արտահայտությունն է, եկեղեցին լրացնելու ցանկությունը։ Դեք հիմա մենք մի բանի համար ենք ուրախանում, որը ընդհանրապես չպիտի լիներ, այսինքն նորմալ լիներ, որ Սրբազանը դատապարտված չլիներ, եւ ոչ թե տնային կալանք են տվել, խափանման միջոցն են թողել, ուրեմն, բայց մենք իրականությունը այս է մեր Հայաստանում, որ ուրախանում ենք նույնիսկ դրա համար։ Բոլորս էլ ամոզված ենք, որ ամեն բան անարդար եղավ։ Հիմա այս բազմությունը վկայում է, որ Սրբազանը շատ սիրված էր, Սրբազանի կարիքը բոլորը զգում են։ Եվ մի ուրիշ տեսակ շնչառություն պիտի առնի Սրբազանի գալով մեր քաղաքը։ Երևույթը կանահարելի է ուղղակի։ Արդեն որերորդ մարտն է, ինչ է հագարակ է, ինչի ձևեր կգտնին, կալանավորեն, տուգանքներ կեներ ինչ որ այդ արգահատելի երևույթ է, չի կարելի։ 37 թիվը գլոխը քարն է տվել։